Գործակարգավարական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախ շնորհավորեց վաղարշաբաթցիներին ու քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանին 3 կայացած ավագանու արտահերթ ընտրությունների կապակցությամբ։ Այսուհետ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ընտրություններից, ազատ արդար ընտրություններից բացի այլ տեսակ ընտրություններ չպետք է տեղի ունենան։ Եվ եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այդ առիթով։ Զեկուցվեց, որ Նուբարաշենի աղբատեղիում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, իրականացվել են տարածքի, տարիների ընթացքում կուտակված աղբից մաքրման, հողային շերտով ծածկման աշխատանքներ։ Ողջ տարածքում ապահովվել է տեխնիկայի համար հասանելիություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում տարածքի ցանկացած հատվածում խնդրի առաջացման պարագայում հասանելի լինի այդ հատվածը տեխնիկայի օգտագործման եւ առաջացած խնդրի շուտապույտ լուծման համար։ Աղբավայրը լուսավորվել է, տեղադրվել են արգելափակոցներ եւ այս պահին տեսախցիկներ են տեղադրվում։ Սա դեռևս շատ վաղուց պետք է այս հարցին անդրադարձած լինեինք, բայց լավ է ուշ քան երբեք։ Նուբարաշենի աղբավայրում, որը մոտավորապես ունի 70-ից ավել տարի պատմություն, որևէ խնդիր ուղղակիորեն ազդեցություն ունի ամբողջ քաղաքի բնապահպանական վիճակի վրա։ Հետևաբար վերահսկողության տեսանկյունից ամենախիստ ձևով պետք է մոտենանք հարցին։ Ավինյանը հանձնարարեց այս շաբաթվա ընթացքում տալ այն կառուցապատողների ցանկը, որոնց նկատմամբ ամենաշատ արձանագրություններն են կազմվել աշխատանքների ընթացքում փոշեկլանիչ ցանցերի բացակայության համար։ Եվ ես վստահ եմ, որ իրենք շատ երկար կսկսեն մտածել այսուհետ պետք է, որովհետև նրանց անունները պետք է բարձրաձայնվի եւ թեկուզ դա տևի շատ երկար, անհատապես բոլորի անունները մենք պետք է բարձրաձայնենք, որպեսզի մարդիկ իմանան ումից են տուն գնում։ Եվ ինչ պատասխանատվության ընկերություններ են դրանք, ինչ պատասխանատվություն ունեն իրենց քաղաքի նկատմամբ եւ խնդրում եմ ամբողջական ցանկը այս շաբաթվա ընթացքում ներկայացնեք, հաջորդ շաբաթ բարձրաձայնելու ենք արդեն։ Շատ լավ, պարոն քաղաքապետ։ Հայտնեցին, որ մինչև տարեվերջ Երևանում ընդհանուր առմամբ բարեկարգ կլինեն ավելի քան 130 բակային տարածքներ։ 2024 թվականի ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն հարմարավետ պայմաններ են ապահովվել ևս շուրջ 130 բակում։ Երևանի վարչական շրջանների ղեկավարները հերթով ներկայացրին ընթացիկ տարվա աշխատանքները։ Մենք կենտրոնացնում ենք մեր բակերում եղած միջավայրերը կամ նույնիսկ որոշ դեպքերում ստեղծում ենք 0-ից այդ միջավայրերը, ստեղծում ենք հնարավորություն երեխաների համար ունենալ իրենց խաղահրապարակները, ֆուտբոլի դաշտերը, ձեզ հարմարել որոշակի հանգստի հատվածներ ենք ստեղծում եւ այս աշխատանքները իրենց ծավալով եւ քանակով աննախադեպ են, սա ինչ որ մենք տեսանք ընդամենը 2025 թվականին իրականացվող աշխատանքների մասին է խոսքը գնում։ Անդրադարձ կատարվեց Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որը հոկտեմբերի 31-ին քննարկվել է տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն, որոշակի պայմանով, որի շուրջ իրավասու գերատեսչությունների հետ ներկայումս իրականացվում են աշխատանքային քննարկումներ։ Վերջնական համաձայնեցված փաթեթը կներկայացվի կառավարության քննարկմանը։ Տիգրան Ավինյանը համոզված է, որ Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նոր օրենքով մայրաքաղաքում 20-ից 25 տարվա կուտակված հարցերին եւ խնդիրներին, որոնց մշտապես բախվել է Երևանի քաղաքապետարանը, էականորեն լուծումներ կտրվեն։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։